ինչպես կարող եք մեկնաբանել այս արտահայտությունը։ Այո, միայն մենք գիտենք, մեր տվյալները ինչ եք հասկանում։ Շատ ճիշտ եք եցես, տեսնում եք։ Մենք մեր տվյալներով չպետք է ոչ մեկին տանք, որ նրանք չանեն և այնպես չանեն, որ մենք չկարողանանք մտնել մեր տվյալները։ Որ իրենք, հա, որ ուրիշ անձինք չկարողանան ընդգործել մեր տվյալները։ Լավ։ Այդ չէ, անծանոթը, եթե մեզ անծանոթ համար ու անծանոթ համարով գրել են, պետք չէ համար փոխանցել։ Դեպք եղել է։ Բայց շատ Այսինքն դիմել ես մեծի օգնությանը, ճիշտ է, ճիշտ հասկացա, կեցես դու, հիմա շատ արագ մյուսներն էլ կխոսեն, նայում ենք նկարներին, լուսանկարներին, ապա տեսնեմ, ով կարող է ասել, ինչ եք տեսնում, Մաքս, այո, փոս չունի, տղան ֆուտբոլ է խաղում, ֆուտբոլ է խաղում, տղան սիրում է ֆուտբոլ խաղալ, իր սիրելի, ինչն է, զբաղմունքն է, լավ, հաջորդը, չենք տեսնում, ասա, գիրիշկ, այսինքն, նոր տղան սիրում է, ինչ անել, շատ ճիշտ է, իսկ ով կարող է կարդալ վերևում ինչ է գրված, տեսնեմ, այո, ահա, տղան սիրում է կարդալ Հովհաննես Թումանյանի գիրքը կարդալ, անցնենք առաջ երեխաներ, հաջորդ ինչ եք տեսնում ձեռքով, տեսում եմ, գաղտնաբար, այսինքն մենք տեսնում ենք, որ գոյություն ունի ինչ, հեռախոս, համակարգիր և բոլոր ինչերը այս սարքերը ունեն գաղտնաբար, լավ, անցնենք հաջորդին, տեսնեմ, ինչ է նկարված, ասա տեսնում տուն, իսկ վերևում ինչ է գրված սարքից, տան հասցե, հասցենով կարող է կարդալ երեխաներ արտակա։ Քաղաք Ուրեղավան Սամվել Վարդանյանի անվան ծովոց 16 շենք, տողոց 16 շենք 28 բնակ։ շատ ապրես, այսինքն դա ինչ է համարվում, հասցե, որը համարվում է անձնական տվյալ, ճիշտ է, անցնենք առաջ, ինչ եք տեսնում, Մարի, Բեջանի, հեռախոս, երեխաներ, հեռախոսի վերևի հատվածում, ինչն է ձերեղված, ձերքով Արինա, հեռախոսա, լավ, երեխաներ, այդ բոլորի հեռախոսահամարները նույնն է լինում, թե տարբեր է լինում, իսկ հեռախոսով ինչ եք դուք առհասարական, ինչի համար է օգտակար հեռախոսը առհասարական, տեսնեմ, վերջինս դաստեղած, այո, Խաղեր եմ խաղում։ դու խաղեր ես խաղում, լավ, տեսնենք, ինչ ես անում ձեր հեռախոսով, զարգահարում ես մայրիկին, որպեսզի կապ հաստատես իր հետ, լավ, իսկ երեխաներ, օտար երգշում առհասարակ, ծանոթներ բարեկամների հետ, այն օտար երգշում գտնվող ձեր բարեկամների հետ, ինչի միջոցով եք կապ հեռախոսը, հեռախոսի միջոցով շատ ճիշտ է, իսկ հեռախոսի համարը, ինչ է համարվում ուրից, անձնական տվյալ, լավ, հաջորդին անցնենք, տեսնեմ, ինչ լուսանկար եք տեսնում, ասա դու, տղան, ոյ, պատրաստում է գրալ դպրոց, բայց տղայի անձնական տվյալներն է գրված անունը, ազգանունը և հայրենունը, անունը Աշոտ, ազգանունը Անդրեաս,
Սննդյան օրվա գլխավոր բաղադրիչներից մեկը չէ, առանց որի տարեդարձի նման չի։ Լավ, իսկ վերջին լուսանկարը տեսնենք, չի մասնակցել, հասակ։ Նկարներ և կամերա։ Լուսանկարներ, այսինքն մեր անձնական միջերը լուսանկարներ։ Երեխաներ այս բոլոր նկարների մեջ, լուսանկարների մեջ պարունակվում է բայց մենք ինչ հասկացանք, որ անձնական տվյալները լինում են վտանգավոր, որոնք հայտնել ուրիշներին չի կարելի, միայն պետք է իմանալ և վերջ, և կան այնպիսի անձնական տվյալներ, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում և շատ հանգիստ կարող ենք ինչ անել, հայտնել մեր ընկերներին և բարեկամներին, ճիշտ է։ Լավ, հիմա ձեր օգնության կարիք ունի Գեթառությունյանը, միասին այս բոլոր տվյալները հավաքագրել ենք երկու խմբի մեջ։ Այնպիսի տվյալներ, որոնք վտանգավոր են և չի կարելի հաղորդել ոչ ոքի, և այնպիսի տվյալներ, որոնք վտանգավոր չեն, անվտանգ են և փակցնել ենք անվտանգ տվյալների ներքո։ Ապա տեսնենք, առաջին լուսանկարը դպրոցի հասցրել, Ալի, վերջին նստածը։ Ես։ Ոչինչ, երկուսը տայք գար, Ալի։ Գար։ Դպրոցի հասցրել։ Երեխաներ դպրոցի հասցրել կարելի է, որ բարեկամ ձեզ մոտենում են, ասում են, դու որ դպրոցում ես սովորում կարելի է, տվյալը հաղորդել ոչ, չի կարելի, որովհետև սա իր մեջ պարունակում է ինչ, վտանգ։ Ուրեմն դպրոցի հասցրել համարվում է վտանգավոր տվյալ, փակցրեցինք, արա։ Դպրոցի հասցրել կարող եք տալ ընկերներին, բայց ծանոթներին տրամադրել այդ տվյալը չի կարելի։ Անցնենք առաջ, տեսնեմ այս շարքում, Ալին տղա, արա։ Աջոք, տղա սիրում ֆուտբոլ խաղալ, սով տարվավոր տվյալներ։ Ոչ, մեր սիրելի զբաղմունքների մասին կարող եք հայտնել ցանկացածին նույնիսկ։ Այսինքն որտեղ ես տեսնեք, հաջորդը նստած, այլ տեսա, մեր սիրելի գրքեր անուն կարող ենք ասել, և սա վտանգավոր է, դե հեկատվական մասը չի պարունակում և վտանգավոր չի։ Անցնենք առաջ։ Հաջորդը գաղտնաբար երեխաներ։ Գաղտնաբարը չի կարելի նույնիսկ ձեր ընկերներին, ձեր մտերիմ հարազատներին գաղտնաբար տրամադրել չի կարելի, դե փակցրու, Ձեր անուններն ես ճիշտ չեմ հիշում, անունդ հիշեցրու, Նարեջան, տան հասցրել, առավել ևս կորուժել, վտանգավոր, ձեր տան հասցրել, երբեք ու երբեք ծանոթներին չկորուժել։ Ձեր տան հասցրել, որն անջուտեցին Շատ ճիշտ է վարվել և դու պարտանի պետք է դիմես մեծերի օգնության։ Հաջորդը ձեր կողմ Սարգիս, այս Սարգսյան ֆոտովավորվել է հեռախոսահամար։ Միանշանակ դու փակցրու, միանշանակ վտանգավոր է, երբեք ձեր անձնական բջջային հեռախոսի համարը չեք
Բայց նստած հաջորդը անոց հասկանում, հայրանում, վտանգավոր, ձեր տվյալներով ձեր շատ հավիստավորներ, և այս տվյալը չի կապետի հակով արմած, հակովը չգիտես թե ինչու, որ չի բարձրացնում, ծննդյան տորթը, ծննդյան օրվա մասին, տորթն է այստեղ նկարված, բայց ծննդյան օրվա գաղափարն է, ծննդյան օրը կարող եք հայտնել, ոչ, ծննդյան օրը կարող եք հայտնել, բայց ընկերներին և մտերին բարևարվել, դա հաջորդը և վերջինը, արդեն եկել ես, դա ոչինչ չենք անձնական լուսանկարը երեխաներ վտանգավոր են և չի կարելի տրամադրել ոչ նույնիսկ երբ դուք լուսանկարվում եք որևէ մեկի հետ, երեխան ուշադիր լսում եք ինձ, եթե լուսանկարվում եք որևէ մեկի հետ, չի կարելի այդ լուսանկարը տեղադրել և ոչ մի կայքում, իսկ եթե ցանկություն ունեցեք, օրինակ տեղադրել որևէ կայքում, արտադիր պետք է տվյալ ընկերոջը հարցնել դենչեցնի մի արդյոք եթե ես քո և իմ երեխաներ շարունակենք մեր դասը, մեր հետաքրքիր թեմային անձնական տվյալների շուրջ, հիմա կատարելու ենք միասին խմբային աշխատանք։ Նախ ձևավորելու ենք խմբեր լինելու են 6-ը։ Յուրաքանչյուր խմբի տրամադրելու է մեկ իրավիճակ։ Խմբի ներսում կկարդաք իրավիճակը, միասին կկատարեք քննարկում և կգտնեք լուծման տարբերակ։ Այնուհետև ժամանակ տրամադրելուց հետո ձեր խնդիրն է ներկայացնել իրավիճակը և լուծման տարբերակ։ Պարզ է։ Հիմա ձևավորում ենք խմբերը։ Կխնդրեմ, որ 1-ից մինչև 6 թվանշանները հերթով ասեք, սկսում եք եզանից 1, հիշիր տիպըտ խնդրում է, ձեր տվերը հիշեք, նորից, 1, չորս, բարձ, շատ բարի, բոլոր մեկերը, ովքեր մեկ թվանշանակ տարբերեցին կարդում է ոտքի, մեկերի խումբը գալիս է ստեղ, երկուստերը ոտքի, երկուստերը մեկերը տեղավորվում են այս երկու ստեղանից ոտ, այստեղ կարող են տեղավորվել, երկուստերը հավաքվում են այստեղ, բոլոր երկուստերը այստեղ են գալիս, արավ, տեղավորվեք, բոլոր երեքները հավաքվում են այս երկու ստեղանքի շուրջ, այստեղ, այլ, չորսերը հավաքվում են այս երկու ստեղանքի շուրջ, դուք որոշեք երեքներով, այ այստեղ, վերջին երկու նստարանի, Կամած, շշուկ։ Սոցիալական ցանցի հաղորդակցություն դες ստանում անծանոթ մարդուց նա գտնում է ոչ իշխանում է ընկերանալ քեզ մեջ։
Դու սոցիալական ցանցում հաղորդակցություններ ստանում անծանոթ մարդկանց ուզում ես այդ նկարը հրապարակել համացանցում բաց խմբում։ Լուսանկարը հրապարակելը վտանգավոր է և չի կարելի տեղադրել համացանցում։ Ահա, կեցեք դուք։ Հաջորդ խումբը։ Դու սոցիալական ցանցում հաղորդակցություններ ստանում անծանոթ մարդկանց զգում ես ոչ ուզում ես երանալ քեզ հետ։ Ոչ մի կարելի չենանալ անծանոթ հետ, որովհետև նա կարող է ուզել ձեր անձնական տվյալները։ Իրավիճակ 6. Քո հրաշքներից մեկն ասում է. ասա ինձ քո դպրոցի անունը, որ ընկերներիդ գտնեմ։ Պետք է ասել բոլորին, թե ոչ։ Մենք կարող ենք անուն տարիքը մեր զգացարարները հիշել, բայց կանգնավորը չինել Երեխաներ անցնենք առաջ, ձեզ համար նախապատրաստել էր ոգի դեպքեր, որոնց կրծված տարբեր տեսակի արտոններ, որոնք պետք է կարգավ բարձրացնել և մեկնաբանել արդեն ամփոփեք, տեսնենք ինչ հասկացա անձնական տվյալներից վտանգավոր տվյալ է դա, թե վտանգավոր տվյալ չի։ Առաջին թերթումը ձեր Անուշ ջան, այն։ Կանդի դեպքով ընկերները գանձավարձած են։ Անունը համարվում է անձնական վտանգավոր է թե ոչ։ Վտանգավոր է։ Ոչ ոքի հայտնել, Ոչ ոքի հայտնել չի կարելի։ իսկ մոտ ընկերների Կարելի է։ կարելի է, որ պարտավորությունից շատ ճիշտ է։ Հաջորդը տեսնենք այն քարուն հիշեցրու Արեգ ջան հաջորդը որ ես ոսնում ծանրված Գաղտնաբարը վտանգավոր է, չի կարելի նույնիսկ անկերներին տալ։ շատ ճիշտ է կեցես ապուլի հաջորդը տեսնենք այստեղ շարքի ուսակիրներ շատ Սիրելի կերպչանի։ ասել որ Բարալի է։ կեցես ապուլի Սիրելի գիրք։ Սիրելի քիչկը գրքի անվանում կարելի է հայտնել համարվում են ինչպիսի տվյալ տվյալ ճիշտ է Հասցեն վտանգավոր տվյալները։ հասցեն վտանգավոր տվյալը և ոչ ոքի հայտնել տեսնենք հաջորդը ազգանունը
Միայն